Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում այս կիրակտորյա պատարագի ժամանակ չի զեղչվել կաթողիկոսի անունը, ինչպես դա տեղի էր ունեցել անցած շաբաթ Հայաստանի վարչապետի ներկայությամբ։ Ի դեպ, այս կիրակի նույնպես հավատացյալների մեջ է եղել նաև մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա արդեն 15 տարի է ամեն կիրակի Սուրբ Սարգիս է գալիս պատարագի։ Հաղորդություն ստանալուց հետո Կարապետյանը անդրադարձել է լրագրողի այն հարցին, թե ինչու է ամեն անգամ պատարագին նստում աստիճանների վրա։ Ամեն կիրակի ես ետնաբեմում եմ նստում, ետնաբեմ ջաշյաների վրա եմ նստում, որ լավ երևա, ես վերջի 10 տարվա ընթացքում ինչ-որ բան պետք է ասեմ, դա են ասել, բայց ես ուրիշ բան կուզեի ասել, մարդկանց էմոցիաները դուք տեսաք, մի տեսակ շատ ոգևորիչ է, որ էլի համերաշխություն իջավ ժողովրդի վրա, համերաշխ մարդիկ եկան, պատարագին մասնակցեցին իրար հետ, առանց որևէ հակադրությունների, առանց պառակտման ու վեհապարի անունը տրվեց, ոնց որ միշտ մարդիկ իրենց համար ստացան հոգևոր սնունդ։ Պառակտումը մարդիկ կան Հայաստանում, որ ամենտեղ գնալով պառակտում են մտցնում։ Անկախ հայացքներից այստեղ մարդիկ կարող է լինեն տարբեր հայացքներ ունենան, եկան իրենց համար հոգևոր սնունդը ստացան եւ գնում են իրենց գործերով։ Ինչու է պետք ամենտեղ հակադրություններ ստեղծել, ես չեմ հասկանում։ Կարապետյանի խոսքով Փաշինյանը ուր գնում է պառակտություն է լինում։ Շարժման համակարգողը վստահ է, որ պառակտությունը վաղ թե ուշ վերանալու է Հայաստանում։ Մի մարդ չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ։ Կարճաժամկետ ինչ որ բան կարող է անել, բայց երկարաժամկետ ոչ։